Բարերեկո սիրելի հեռուստադիտողներ, բարերեկո սիրելի հանդիսատես, ծափահարություններ ալո։ Եվ մենք եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորին այս գեղեցիկ տոների կապակցությամբ, Ամանորի եւ Սուրբ Ծնունդ, այո, ծափահարությունները չէր խանգարի։ Դե ուրեմն հրավիրի հյուրերին Անդո ջան։ Եվ այսպես առաջին մեր հյուրերն են մենք թիմը, ծափահարություններ, համեցեք։ Այ շնորհակալություն, բարև ձեզ։ Ոնց եք։ Հրաշալի։ Տրամադրությունը Շատ տոնական։ հասցրել եք առևտուր անել։ Դեռ չէ։ Արդեն Դեռ հասցրել լփող եք աշխատում։ Արդեն երեք Վրաստանից բերել ես չարազեղենը, կոնֆետեղենը։ Արդեն կերել ենք, Չէ, մենակ գոջի էր բերել։ Իսկ հիմա կա տենց որ բանը զակատ են անում, փակում են կոնֆետները չարազը բան, որ նոր տարվան պահեն։ Կա։ Լավ, ով է ավակը թմի։ Դե բնականաբար Աննան է սմոխ։ Աննա ջան, խնդրեմ Անան ներկայացնու զանգեց ասես ընկերներին։ խաղալու ենք։ Անպայման տենց պիտի գաս։ Ավակը Գևորին նույնպես զանգեց ու տենց հավաքվեցին։ Անջան խնդրում ներկայացնես թիմի մասնակիցներին։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ իմ կողքը գտնվում են երկու հրաշալի տաղանդավոր երիտասարդներ։ Ես եմ շատ ուրախ, որ քո կողքը գտնվում են երկու տարածքներ։ Ինձանից ձախ կանգնած է Գեորգ Մարտիրոսյանը։ Ինձանից աջ Էրիկը։ Իսկ ձեր մեջտեղում Ես Մեջտեղում կանգնած է հրաշալի երգչուհի, գեղեցկուհի, Դողացով սորտով Աննա Խաչատրյանը։ Գորգ տրամադրված ենք խաղին։ հակառակորդ թմին տրամադրված եք։ փորձում եմ։ Մարտական եք տրամադրված։ Ուրեմն դիմավորենք հակառակորդ թմին տղաներ։ Տղերքով շատ տենց ոնց որ պանի խիդայոց գայի։ Արիոր, տղեկ։ Ոնց եք բարև ձեզ։ Շատ լավ։ Մենք շնորհավորում ենք եւս ձեր Ամանորի եւ Սուրբ Ծնունդը, ցանկանալով ձեզ բարձր դեմեր ու այսպես ծափահարություն։ Ավակ ունենք թմում։ Այո, ունենք։ Այո։ Այս դու ես Միանգամից ունենք։ Ապրենոր դու չգնացի։ Հասկել ես մի շաբաթը գոնը։ Իհարկե։ Խնդրեմ ներկայացրու մասնակիցներին։ Արմո ծափահարություններ։ Եւ Գևորգ Բարսամյան։ Գևորգ Բարսամյան։ Եվ կրկին ես, Եվ կրկին դու։ եւ կրկին ես։ Ով էր ինքը։ Վլադիմիր Բարխոյան, այո։ Ծափահարություններ։ Ձեր մոտ տրամադրությունը ոնց է հակառակորդ թմի հանդեպ։ Աչքով աչք չունենք։ Չէ, շատ լավ։ Այսօր հաղթելու եք։ Միանշանակ։ Իսկ դուք։ Դե եթե իրանք տենց մարտական են տրամադրած, ուրեմն մենք ենք հաղթել։ Ուրեմն մենք միանգամից ասենք առանձին առաջին փուլում։ Փուլ համար առաջին։ Էկրանը բաժանված է 12 անհավասար մասերի, որոնց ետևում նկար է։ Առաջին թիմի մասնակիցը ասում է 1-ից 12 որևէ թիվ։ Բացվում է նշված հատվածը, որտեղ ևս նկար է։ Եթե խաղացողը ճիշտ է պատասխանում, թե ում նկարն է դա, ապա նա վաստակում է 10,000 դրամ։ Իսկ եթե հենց այդ բացված հատվածից ճիշտ է պատասխանում, թե ում նկարն է 12 հատվածների ետևում, ապա վաստակում է 50,000 դրամ։ Եվ համապատասխանաբար երկրորդ քայլից ուշագելու դեպքում վաստակում է 40,000, երրորդից 30,000, չորրորդից 20,000 եւ 5-րդ քայլից ուշագելու դեպքում 10,000 դրամ։ Եթե խաղացողը չի կարողանում պատասխանել, թե ով է պատկերված թվին համապատասխան հատվածում, ապա խաղը անցնում է մյուս թիմին։ Վերջինիս ճիշտ պատասխանի դեպքում հակառակորդ թիմից հանվում է 10,000 դրամ։ Խաղը շարունակվում է նույն եղանակով բոլոր մասնակիցների համար։ Առաջին փուլում հաղթող է ճանաչվում այն թիմը, որը վաստակում է ավելի շատ գումար։ Հավաքվել է շատ մարդիկ, շատ ուրախ ու երջանիկ
շատ մարդիկ ընկերներ հեռու մոտիկ իրար հետ լինենք սիրով հանդիպենք իրար բարով միշտ ուրախ առիթներով ես իմ ասում ենք շնորհավոր ապրես ուրախ ու միշտ բախտավոր շատ լավ օր է քեզ մաղթում այսօր ու նորից ասում ենք շնորհավոր ես իմ ասում ենք շնորհավոր ապրես ուրախ ու միշտ բախտավոր շատ լավ օր է քեզ մաղթում այսօր ու նորից ասում ենք շնորհավոր հարազատ մարդկանց եմ քեզ ասահման շփիտ ու սեր երազանքը քո մտքի սանկոսունը քո սրտի այս պահի թող կատարվի քեզ իմ ասում ենք շնորհավոր ապրես ուրախ ու միշտ բախտավոր շատ լավ օր է քեզ մաղթում այսօր ու նորից ասում ենք շնորհավոր քեզ իմ ասում ենք շնորհավոր ապրես ուրախ ու միշտ բախտավոր շատ լավ օր է քեզ մաղթում այսօր ու նորից ասում ենք շնորհավոր Հիմա փորձում եք միասին կոտրել Հիմա պարում ենք քեզ իմ ասում ենք շնորհավոր ապրես ուրախ ու միշտ բախտավոր շատ լավ օր է քեզ մաղթում այսօր ու նորից ասում ենք շնորհավոր քեզ իմ ասում ենք շնորհավոր ապրես ուրախ ու միշտ բախտավոր շատ լավ օր է քեզ մաղթում այսօր ու նորից ասում ենք շնորհավոր քեզ իմ ասում ենք շնորհավոր ապրես ուրախ ու միշտ բախտավոր շատ լավ օր է քեզ մաղթում այսօր ու նորից ասում ենք Առաջին փուլ կանոնները պարզ են ձեր ծափարությունների ներքո ես համարում եմ առաջին փուլը բացված Այո, ես քանի որ ուրեմն ասեմ, չէ, քանի որ Աննա Խաչատրյանը միակ իգական սերներ Այ, ես համաձայն եմ։ հենց սկսեն իրանք խաղալ։ երկրորդ եւ երրորդ համարի մասնակիցները հետո դրեն ակտորները եթե կարելի է Արմո ջան, ոյդ ոնց ես նայում, կյանք, պրիվետ։ ապեր դա Իվան դերեխա մի էլի շատ բան Դե իգական սեր չկա ձեր։ խնդրեմ Աննա ջան եթե կարելի է գտնեք ակտորները Գևորգ ջան դրեք ակտորները Էրիկ դու մի դիր։ երազել եմ սենց Էրիկ դու մի դիր Գևորգ ջան դու էլ մի դիր խնդրեմ 1-ից 12-ը որևիցե թիվ Իմ սիրած թիվը 5 5 ասեմ որ մուլտ հերոսներն են լինելու այսօր Խնդրում եմ ասա որ հերոսն է մուլտֆիլմից։ Հիշում եմ, որ միշտ են դանդաղ է ավտոյով որ գնում Բայց ամենաշուտ արագն է ասնում Անունը պետք է դանդաղ խոսացող Անունը պետք է Չեմ հիշում իր անունը 3, 2, 1 Չկա պատասխան Չէ
Գևորգ ջան, քո կողմից։ Չէ, ես էլ եմ կասկածում, բայց ռիսկ չեմ անի հաստատ։ Չէ։ Ես էլ չգիտեի անունը, ես նոր իմացա Դրումփի։ Դրոմփին է։ Դանդաղ շնիկը։ Այո, դանդաղ շնիկ։ Գևորգ ջան, 1-ից մինչև 12-ը որևիցե թիվ։ Կարող սիրած թվերից գնաց 7-ը։ 7 համարի լուսանկարը խնդրեմ։ Շատ ընդալու է, ջելոց ասեմ։ Շատ հետեք չէ։ Էրիկ ջան, դու էլ մտածի, որտեղ հնարավորություն ունենալու ես դեր պատասխանելու։ Գև ջան, խնդրեմ։ Հայկական մուլտֆիլմ է ոնց որ։ Բայց մեկը չեմ։ Ես ինձ թվում է Գևորգը Մի վարք։ այս հարցին 3, 2, 1 վերջնական պատասխան չկա։ Չկար պատասխան։ Չգիտեմ, հայկական մուլտֆիլմներից այդքան էլ լավ ծանոթ չեմ, Բայց ոնց ասեմ դուք ֆիլմերից ցե ծանոթ չէիր։ բայց չգիտեմ, Հե։ Եվ այսպես նմանացնում եմ մեր հայկական դերասաններից Ապեր անունն ասես մարդ։ չեմ կարող ասեմ, բայց Նմանացնում եմ բան մեր հարևանի աղջիկը բան միշտ եմ գնացին մեր մեքենայով բան ասես։ չեմ խոսքով չկա պատասխան, Ռավ ջան ասա ով է։ Աբու Հասան։ Այո, ծափահարություններ, Աբու Հասան։ Աբու Հասանի մաշիկը մուլտֆիլմը հիշում ես։ Կտրեմ առաջ համարի Ես ներողություն եմ խնդրում, ասեմ ավելին, որ չի բացվե հիմնական նկարից ոչ մի կտոր, այնպես որ հնարավորություն չունեք դեռ պատասխանելու, խնդրում եմ դրեք ակնոցները։ Երկրորդ համարի մասնակիցները թող բացեն աչքերը։ Աննա ջան, Վլադ, Աննա ջան, խնդրեմ թիվ։ սիրածը թվերից ոչ մի թիվ չի մնացել, Անջան։ 3։ Անջան, ես ուսում եք իմանաս։ Ոնց։ Это же Кеша. Բրավո։ Ես հանդիսատեսին խնդրեմ պարզապես ծափահարի։ Աննա ջան, իսկ կարող ես ասել ով է հիմնական լուսանկարը պատկերը։ Էս ում Պիրինոսից անեն դրել, ինչ իմանամ։ Չես կարող իմանալ։ Չէ։ Լավ, Շնորհակալություն։ Վլադիմիր ջան, թիվ 2։ Բրավո։ Իսկ դու կարող ես ասել ով է պատկերված հիմնական լուսանկարում։ Դե իհարկե ոչ։ Խնդրեմ դրեք ակտորները, եթե կարելի է երրորդ համարի մասնակիցները բացեն։ Գև ջան, Արմո ջան։ Արմուն եւ Գևորը։ Գևոր ջան, թիվ Թիվ 4 4 համարի լուսանկարը։ Գևորգ, դες ինչ ես անում։ Գև, եւ այսպես բացվեց լուսանկարը, Գևորգ ջան, պատասխան։ Ուշադիր, Գև։ Զանգարելու բան կա։ Չէ, այտենց բան չկա։ մեսիջ գրի։ Երեխս մի հատ զանգ եմ ասել։ Եվ Չգիտեմ, չեմ։ Չգիտես։ Արմո։ Լրություն։ King, Ինչ։ Lion King, ինչ որ տես տարօրինակ անուն էր։ Անունն ուներ, բայց ինքը։ Lion King, Lion King չէր։ Լայն ներքինգ։ Անուն ուներ, բայց այդ King անուն ուներ։ Leon։ Չէ, Չկա պատասխան։ բա ասացի։ Սխալ եմ համարում ես քո պատասխանը։ Որովհետև սխալ է։ Որովհետև իրականում Սիմբան է պատկերված։ Արա Սիմբա։ Լավ, Արմո ջան, թիվ Թիվ 9։ 9։ բայց խնորհքնոր ասի։ Արմովա։ Արմովա։ Հա։ Ապեր ես չեմ, ինձ մի նայ ուժի։ 3, 2, 1 պատասխան։ Baxman։ Բաքսման, ոչ։ Չկա։ Doberman։ Ես տես Ուղղակի հորին ես Արմոն, Գև ջան, խնդրեմ պատասխան։ Հա, Գևորգ։ Baxman։ Չկա պատասխան, ես ասեմ պատասխան։ Baxman-ի երկարն է։ Գուֆի։ Գուֆինա։ Գուֆի։ Walt Disney-ի հայտնի կերպարներից մեկը։ Ֆիլմներից, հերոսներից, այո։ Խնդրեմ դրեք ակտորները, Էրիկ ջան, դուք եք բացում, երկրորդ համարի մասնակիցները թող դեռ ծածկեն աչքերը, Աննա ջան։ խանգարում է։ Ոչինչ, մեզ էլ է խանգարում։ Էրիկ ջան, որովհետև թիվ Թիվ 10։ 10-րդ լուսանկարը խնդրեմ։ Ո՞վ է։ Հուշում չկա։ Հա, Դու գիտեք հա։ Ոնց։ Ես չգիտեմ։ Ես նույնիսկ 3-4 օրը դիտել եմ այս մուլտֆիլմը։ 3-4 պարտադիր դիտում։ Այո, ամեն օր քնելուց առաջ ես այս մուլտֆիլմը դիտում եմ։ Իսկ թվում է Գևորգն էլ չգիտի։ Մի խոսքով չկա Չգիտեք, երկուսը չգիտեք։ Ռուսական ֆիլմերից է, Ահա։ բայց իրան չեմ հիշում կոնկրետ։ Բարմալին։ Բարմալեի, ժողովուրդ։ Որ գալիս է անապատի արևը գողանում է։ Աֆրիկայի արևը գողանում է, տանում է։ Այն որ Արաբացի արևի երկի տակ լավ Լավ, պահում է։ Գևորգ ջան, որևից է թիվ։ Առաջինը։ Առաջինը։ Ես իմանաս ինձ թվում է։ Հա։ Իշուկն է։ Իշուկն է, մենք գիտենք որ իշուկ։ Իհարկե իշուկն է։ Եվ այսպես 3 Վինի Պուխի մեջ էի, դա։
բայց անունն էր ինքը։ 3, 2, 1 վերջնական պատասխան։ Չեմ հիշում։ Իրոք հենց իր անունը պետք է ասել։ Ածականը չի անուն։ Վինիպուխի ինգերն է։ Հա։ Լրություն դալիճում։ Անունով չեմ հիշում ես իրան։ Հիշում եմ, որ պոչը կորցել էր Վինիպուխը ու մենք էլ։ Ապա իսկ կենսագրությունը պետք է անունն ասել։ Հասցեմ բան ասում է։ Չեմ գնում ուզելու իրան։ Էլս Խոսքով չկա ճիշտ պատասխան, չկա պատասխան Ռավ ջան, մի հատ Չեմ հիշում։ իդեալական ձայն անի։ Ահա, Այդ է իր անունը, ժողովուրդ, ծափարենք։ Իան։ Լավ, դրեք ակնոցները, եթե կարելի է։ Երկրորդ Համարի մասնակիցներն են բացում աչքերը։ Աննան բացել է արդեն վաղուց, Երևանից։ Աննա ջան, խնդրեմ թիվ։ 6 համարի լուսանկարը խնդրեմ։ Այդքանալու անունն է ինքը։ Այդ մերն եմ ես։ Ոյ, մոմո ջան, ոնց ես կհիշեմ հիմա իր անունը։ Արմոն ոնց որ իրոք բանի խիդա եկա տնի։ Հա, Աննա։ 5 4 10-ից էլ սկսի։ 3 Չէ, չեմ հիշում անունը։ 1 Չկա պատասխան։ Լավ։ Չոք։ Ինչպես։ Պիտաչոք։ Ոչ։ Ոչ, պիտաչոկը ես պիտաչոկին չեմ հիշում։ Քթով ինչ պիտաչոք։ Չէ, ես չգիտեմ։ Պրոստը մոտավորապես։ Չգիտեմ։ Ժողովուրդ։ Լավ, Բայ ասեմ։ մուլտը կարող պատմեմ ծերիսել, բայց անունը չեմ հիշում։ Ֆունտիկն է։ Ֆունտիկն է։ Էմարասմա, ախ, ֆունտիկ, ты со мной согласен? Конечно, да, конечно, да. Ֆունտիկ։ Լավ, Ունքն է բացվել, չէ, Աննա ջան, ունքը։ կարող ես ասել։ Այս նկարի ունքը ինձ ոչինչ չի ասում։ Ոչինչ չի ասում, այսինքն պատասխան չունեն։ Անցած անգամ էլ է ձև ասեցիր։ Որովհետեւ 11 համարի լուսանկարը խնդրեմ։ Ժողովուրդ։ Լրություն Սա դալիճում։ հայտնի Շրեկի կինն էր։ Ուզած աղջիկը։ Լավ, նորմալ հարսանիք արեցին։ Նոլա թե Նոլա։ Կամ Վիոլա կամ Նոլա, չեմ հիշում անունը։ Ոչ։ 4-3-2-1 վերջնական պատասխան Չգիտեմ։ չգիտենք։ Անջը։ Ֆիոնա։ Конечно, Դե ճիշտ է ասում են։ Ֆիոնա։ Բրավո։ Մեր շրեկի կնիկն է։ Հա։ Դու կարող ես ասել ով է հիմնական լուսանկարը։ Ոյ, լսի, ես ոնց որ հասկացել եմ այսովա։ Անջան, դու Չէ, չեմ ուզում ռիսկի դիմեմ։ ռիսկի չենք դիմում, բացում են երրորդ համարի մասնակիցները։ Երրորդ համարի մասնակիցներն են բացում աչքերը։ Մնաց ընդամենը 2 թիվ։ 8 եւ 12-ը, Գևորգը որն է ընտրում։ 12 12։ Լրություն։ Բրավո։ Ճիշտ պատասխան։ Ապրես ընկեր։ Գևորգ, իսկ կարող ես ասել ով է պատկերված հիմնական լուսանկարը։ ով է։ Հիմնական նկարը դա այն երկար մազերով աղջիկն է, չէ, որ կախարդական մազեր ունի։ Այդ մուրտն է։ Անունը պետք է ասես դե հիմա այս։ Եթե այդ մուրտն է, ասեմ, Ռապունցել։ Բրավո։ Գև։ Բրավո։ Պաստորեն Գև, դու ես լավ մուլտ։ Երկար մազերով աղջիկն է։ Երկար մազերով Արմո ջան, դե վերջի թիվը մնաց 8-ը, բացենք երևի լուսանկարը, տեսնենք թե ով է պատկերված։ 8-ը։ Արես։ Քաժնազար։ Ոչ, ուշադիր, Արմո, ուշադիր։ Կողմնորոշում է։ 4 3 1 2 1 Վերջնական պատասխան։ Մարդ։ Ոչ, պատասխան։ Մեր հարևան։ Անունը Ավելի իրական։ Ձեր հարևան անուն չունի։ Չեմ հիշում։ Չբռնեմ Լավ, հուշեմ։ ես սկզբից ասել էի, դու կարող եք օգտվել այդ իմ հուշումից։ Ձախորդ Փանոսն։ Այո, Ձախորդ Փանոսն։ Բայց ես չասի Քաժնազար։ Եկեք ծափարենք։ Ես Եվ համարենք հայտարարել, որ առաջի փուլը կարելի ասել բարով խերով անցավ սիրելի երեստայտողներ, մեր մենք մասնակիցները։ ունեն 40,000 դրամ, տղերքովը ոչ մի գումար չունեն, բայց դեռ չենք ընկճվում։ Բայց մենք կհանդիպենք երկրորդ փուլի ընթացքում։ Փուլ համար երկրորդ։ Թիմի ավարտը ընտրում է մեկ մասնակից հակառակորդ թիմից։ Բացի նրանից, նրա թիմից բոլոր մասնակիցները դնում են իրենց ակնոցները։ Էկրանին պատկերված է հայտնի մարդու փոքր տարիքի լուսանկար։ Եթե թիմը 30 վայրկյանի ընթացքում չկարողանա գուշակել, թե ում նկարն է դա, ապա խաղը անցնում է մրցակից թիմի մասնակցին։ Եթե հենց առաջին նկարից թիմը կարողանում է գուշակել, թե ում նկարն է դա, ապա վաստակում է 30,000 դրամ։ Իսկ եթե խաղն անցնում է հակառակորդին եւ նա գուշակում է, ապա վաստակում է 60,000 դրամ։
Եթե թիմերից ոչ մեկը չի գուշակում, թե ում նկարն է դա, ապա բացվում է հաջորդ լուսանկարը, որտեղ պատկերված է նույն մարդու պատանեկան տարիքի լուսանկար։ Երկրորդ լուսանկարից գուշակելու դեպքում թիմը վաստակում է 20,000 դրամ։ Իսկ եթե թիմը չի կարողանում գուշակել եւ խաղացնում է հակառակորդին, ապա գուշակելու դեպքում թիմը վաստակում է 40,000 դրամ։ Եթե թիմերից ոչ մեկը կրկին չի գուշակում, թե ում նկարն է, ապա բացվում է երրորդ լուսանկարը, որտեղ նույն մարդու ամենահայտնի լուսանկարն է։ Արջևում երկրորդ փուլն է սիրելի հերոստայտողներ, մեր մասնակիցները արդեն պատրաստ են երկրորդ փուլը խաղալու համար, այսինքն տեղյակ են կանոններին կարելի ասել։ Այո, արջևում է մենք թիմը 40,000 դրամով, տղեկովը ընդհանրապես դեռ գումար չունեն։ Անջան, դրա համար սկսում եք դուք։ Ում եք կուզենայիք խաղը շարունակել։ Եվ հասկանանք, թե ում եք ուզում շարունակենք խաղը։ Բոլորն էլ հրաշալի խաղացողներ են, ինձ թվում է Աննա Յոկիվը, բայց եկեք ամեն դեպքում
Ամենասերտ։ Արմոն ձերքը բարձրացրեց, եկեք ընտրենք Արմոն։ Արմոն։ Եկեք Ընտրենք ընտրենք Արմոնին, թող Արմոնը։ Խնդրեմ, առաջին եւ երկրորդ համարի մասնակիցները փակեն աչքերը Мы тут поставишались, и я решил. եւ հայտնվում է հայտնի մարդու փոքր ժամանակվա լուսանկարը։ Խնդրեմ ուշադրություն էկրաններին։ Господи. Դու քննարկեք, դու գցեք բռնեք, նո ասեք։ Կարող եք սխալ պատասխան տալի միջալուց ասեմ ոչինչ չի փոխվում գումարի հետ։ Տենիսից կնչի։ Էրիկ ջան, շատ ուշադիր է նայում Էրիկը, ինձ թվում է ինչ-որ պատասխաններ է գալի իրա։ Այսի անցած տարի յորմուլա չէ մասնակցել։ Ես էլ կարող մասնակցել։ Ես էլ կարող։ Հիմա մենք պետք է ասենք։ Փորձեք քննարկեք, մի հատ հասկանանք։ Գիտեք ինչ-որ մեկին նմանեցնում եք ինչ-որ մեկին։ Ժամանակն է սուղ։ Եվ այսպես ամբողջ օրը մտածել։ Կարաս մի քիչ մոտիկ բերես։ Կորնիկովա, ոչ։ Ոչ, ուրիշ պատասխան չունեք ժողովուրդ։ Դե ասացին Կորնիկովա չկար։ Ուրիշ։ Ինչ-որ մեկի ժպիտին նման է, բայց չեմ հիշում ով է։ Կարծում եմ Ռավ ջան, պատասխան չկա, խնդրում եմ Արմո ջան, կարող ես ասել, ում լուսանկարն է փոքր ժամանակվա։ Մի տարիք ուզում բարձրանա։ Դե հետո կբարձրանա, բայց օգնությամբ չէ, որտեղ գիտես ով կարող է լինի հիմա։ Ո՞ց է անում։ Ռուսա։ Ռուսա տուրիստոն, էլի։ Երևի թե խնդրենք համակարգչին, այո։ Խնդրենք համակարգչին միջին տարիքի լուսանկար, խնդրեմ։ Արես։ Ժողովուրդ, ուշադրություն։ Ալանա Պուգաչովա։ Չէ, Արեսի Ալայի տղեն է։ չէ։ Լրություն, ուշադրություն։ Ալայի հերն է այս։ Լրություն, Արմո ջան, մի խանգարը խնդրում եմ, յա, ուզում ես մա ծխի Էրիկ։ Էրիկ արես։ Ապեր ստեղ էլ է նույնը, Գևոր։ Հա, նույնն։ Բարեբախտաբար, ճիշտ։ Եւ այսպես ուշադրություն Էրիկ։ Հիմա ամենախնդիրը որն է ալնելու, որ Աննա Խաչատրյանն է։ չենք իմանալու։ Ոչ։ Մի հատ քննարկեք, խնդրում եմ Աննա ջան, Գևոր ջան, մի հատ քննարկեք։ Բայց բարձր չի։ Կարող եք բարձր լսի, բայց խնդրում եմ մի փոքր արագ։ Հայա։ Չէ, Ռուսա։ ասում է ռուսա ճիշտ էր ասում։ Երջույի է։ Սամչակն ասկիշ։ 4 Այս բանը չի 2 Ալեք Ռվան չի։ 1 Վերջնական պատասխան։ Վերջնական պատասխան Էրիկ։ Կարիք մի բան ասա, ինչ կարևոր է։ Աննա դու Ժամանակը սուղ է, Չկա խնդրում եմ պատասխան, Արմո խնդրեմ պատասխան։ Ով կարող է լինել։ Ով կարող է լինել։ Արդյոք ով է նա։ Ով է Արմովենա։ Նույն նկարն է Արմո։ Մեռնեմ թե ես գիտեմ։ 4 3 2 1 Վերջնական պատասխան խնդրում եմ արագ։ անուն ինչ էր։ Ուզում ես խփես թե ոչ։ Քրիստինա Արբակայ։ Չէ։ Ոչ, Արբակայտեն։ Աստուդիոյի բան։ Ոչ։ Ներողություն, հիմա տեսնում ենք վերջին լուսանկարը։ Վերջի լուսանկարը, որ Կես ժամ առաջ ես նկարել։ որ դու Ու վերջի լուսանկարից էլ ոչ մի բան չենք հասկանում։ Բայց ես ասել եմ Ագիլերա։ ասացի Ես դու։ 3 Ասել եք Քրիստինա Ագիլերա։ Ասել Ագիլերա։ Ես հենց ամենասկզբում եմ ասել Ագիլերանը։ Ամենասկզբում Փոքր տարիքից։ Ասեմ Էրիկ Դու ջան։ ասեցիր սենց Ագիլերան է, բան անցար։ Դեպի Ոչ ասի թե հստակացիր, որ եթե ասել Ագիլերանը չէ կարող։ Այնպես որ 8 ժամ մենք ինչ ենք ասում, Էրիկ։ լավ բաներ չեք անում։ Ճիշտ պատասխան։ Քրիստինա Ագիլերա, Քրիստինա Ագիլերա, այո։ Խնդրեմ, ընտրեք որևիցե մասնակից ու մենք կուզենայինք խաղը շարունակել։ Ընտրենք Էրիկին, հաստատ։ Էրիկին ջան, այս խաղում գոնե ուշադիր խնդրում եմ։ Երկրորդ եւ երրորդ համարի մասնակիցները փակեն աչքերը եւ խնդրեմ հայտնի մարդու փոքր ժամանակվա լուսանկարը։ Սաղը սենց ենք երը։ Ես ես նկարում եմ։ Անդրենը։ Չէ, դու չէ, հնարավորություն Դու հնարավորություն ես պատասխանելու։ քննարկեք, հասկացեք Գևորգ ջան, Արմո ջան։ Որ սեբու սպիտակա։ Ես դու չես անում։ Չէ, այս մեկը ես չեմ։ Բարձր է, Չէ։ 3 2 1 վերջնական պատասխան Արմո։ Չէ, ես։ Էրիկ, Ես ասում եմ, ես տեսել եմ Ագիլերան Անդրեի փոքր տարիքի նկարներից, նկարը շատ հայկական է, երևում է, որ մեր ատելյեներում է նկարած, այն թվերից սովետական, Բայց Անդրեն Ղարաբաղում է նկարվել, Ղարաբաղի Ղարաբաղը ատելյեները մերն է։ Որովհետեւ մեր ատելյեներում նշանակում է Ղարաբաղը մերն է։ Բանը ու այդ ժամանակ Անդրե, սխալ ոչ սխալ պատասխան։ պատասխան։ Խնդրեմ միջին տարիքի լուսանկարը եթե կարելի է։ Փոքր մեծացնենք։ Մեծացավ։ Ահա։ Ժողովուրդ, Դժվար է սա Անդրենի չէ, Էրիկ։ Էրիկ Շարություն, Արսեն Սաֆարյան։ մի հատ քննարկեք, վերջնական հասկացեք։ Ումա նման։ Արմո ջան, այդքան նայելով բան չի փոխվելու, մի հատ հասկացեք իրար։ Արմո կարող աշկդ կպել է տես հենց։
Հա։ Չկա պատասխան։ Էրիկ։ Մի քիչ ծափար են ճիշտ աղա։ Արմեն իսկապես շատ բարդ է ասել, որովհետև չեմ նմանացնում որևիցե մեկին, իսկ մա տարիների ընթացքում մերոնք շատ են փոխվել, ինչ-որ տենց մուտացիա տեղի ունեցել, որ չես կարողանում մի խոսքով չկա պատասխան։ Չէ, պատասխան։ Եվ վերջի լուսանկարները շատ հայտնի։ Շատ հայտնի լուսանկարներից ծափա արեք։ Ով է։ Գարիկ Մարտիրոսյան։ Գարիկ Մարտիրոսյան, խնդրում եմ բացեք աչքերը։ Եվ Աննա ջան, բացեք եւ տեսեք թե Գարիկ Մարտիրոսյանը ինչպես է եղել։ Բացի աչքերդ։ Գարիկ Մարտիրոսյանը տեսեք, ուշադիր։ Նույն դիրքում է նկարվում։ Սա մեր Գարիկ Մարտիրոսյանն է, շատ սիրված մեր բոլոր տարիքները նույն դիրքում նկարվում։ Ողջունենք մեր մասնակիցներին։ Այո, իհարկե ողջունենք, իսկ մենք ավարտեց երկրորդ փուլը, կհանդիպենք արդեն երրորդ փուլի ընթացքում։ Փուլ համար երրորդ։ Երրորդ փուլում մասնակիցները կրկին խաղում են հատուկ ակտոսներով։ Երկու թիմերը այս փուլին մասնակցում են միաժամանակ։ Հերթականությամբ ցուցադրվում է 9 լուսանկար։ Մասնակիցները հերթով հանում են ակնոցները, նայում բացված լուսանկարին, գրանցում իրենց պատասխանն ու կրկին դնում ակնոցները։ Այդպես հերթականությամբ բացվում են 9 նկարները եւ գրանցվում պատասխանները։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան արժե 5000 դրամ։ Եթե որևէ հարցի թիմերից մեկը սխալ է պատասխանել, իսկ մյուսը ճիշտ, ապա ճիշտ պատասխանող թիմը 5-ի փոխարեն ստանում է 10000 դրամ։ Ծնվեց քեզանից տակս աշխարհում ոչինչ չկա դու իմ կյանքի գարուն իմ անևն ես իմ լուսինն ես քեզ սիրում եմ շատ երազներիս երկը դու ես իմ հոգու անկին զարդ իմ սրտի մեջ եղածերը ամբողջությամբ քոնն է ու այսօրը հենց մեզ համար ամենամեծ տոնն է իմ անևն ես իմ լուսինն ես քեզ սիրում եմ շատ Այսպես երրորդ փուլ կարելի ասել կիսա եզրափակիչ սիրելի հեռուստադիտողներ
Երրորդ փուլում բնականաբար արդեն հանդիպում ենք երկու թմերի հետ նորից։ Այո, որից հետո պարզ կլինի, թե ով է շարունակելու խաղը եւ ով է անցնելու եզրափակիչ, ով է կալորիկ գումար տանելու կամ չտանելու Անդո ջան։ Դրա համար ես կփոխանցեմ ձեզ հիմա թուղթու գրիչ, եթե հնարավոր է, եւ կխնդրեի երկրորդ եւ երրորդ համարի մասնակիցները փակեին աչքերը։ Խնդրում եմ։ Իսկ առաջի համարի մասնակիցները ուշադիր նային էկրանին, տեսնեին նկարները պատկերված եւ արագ լրացնեին։ Գնացինք նշանակալը։ Փոխանցում ենք երկրորդ համարի մասնակիցներին, առաջի համարի մասնակիցները փակում են, երկրորդ համարի մասնակիցները բացում են աչքերը։ Լուսանկարը։ Հուշումները փոխանցում ենք երրորդ համարի մասնակիցներին։ Երրորդ համարի մասնակիցներին ենք փոխանցում։ Կենսագրություններ գրում։ Երրորդ համարի մասնակիցները ուշադիր նայում են լուսանկարին։ Իրար հետ նայում են զարմացած։ Չեք գնացել երկենդը։ Գիծ են քաշում, եթե չեն գրել, գիծ են քաշում։ Գիծ են քաշում երրորդ համարը, հա։ Երրորդ համարի։ Առաջի համարի մասնակիցները բացում են աչքերը։ Արմո ջան, խնդրում եմ դրեք ակնոցները։ Էրիկ, խնդրում եմ վերցրու թուղթը գրիչը։ Լուսանկարի եթե կարելի է։ Իհարկե գրում։ Ինչի համար ենք թուղթը գրիչ տալի։ Ինչի համար ենք հավաքվել։ Ինչի համար ենք ես կանչը։ Որ գրես մի քիչ Էրիկ ջան։ Ժամանակը սպառվեց, Գևորգ ջան, դե չկա պատասխան գծից։ Շնորհակալություն, փոխանցում ենք երկրորդ համարի մասնակիցներին։ Լուսանկարը։ Ոյ։ Լրություն։ Հարմի անունն ես մոռացել։ Շնորհակալություն, փոխանցում ենք երրորդ համարի մասնակիցներին։ Երևի անունը ճիշտ։ Անա ջան, խնդրում եմ ակնոցները դնեք եւ լուսանկարը խնդրեմ։ Էս սենս էր պետք անել։ Էս պահին սենս է պետք անել, ուղղակի ուրիշ տարբերակ չկա։ Մի րոպե, կարելի է։ Ժամանակը սպառվեց, գծիկ եթե չկա պատասխան։ Գծիկ, եթե չկա պատասխան, գծիկ եւ փոխանցում ենք առաջի համարի մասնակիցներին։ Արագ, խնդրում եմ արագ։ Առաջի համարի մասնակիցներին ենք փոխանցում։ Արմո, ես կենսագրությունն ես գրում, բան, մեյլի համարը, բան։ Քաշով, բան, սա գրում ենք։ Էրիկ ջան, բացի։ Էրիկ ջան, աչքերդ բացի, Գևորգ ջան, դու նույնպես։ Էլ դու փակ աչքերով ես։ Գնաց լուսանկարը։ Արմո ջան, փակի աչքերը։ Լրություն։ Արագ։ Գևորգ ջան, արի չընկնես, եթե չկա պատասխան, ուղղակի գծիկ ենք քաշում եւ փոխանցում ենք երկրորդ համարի մասնակիցներին։ Ինչ ասեմ, վերջի պտույտն է, սիրելի մասնակիցներ, այնպես որ ձեզ հիմա ասում ենք շնորհավոր լուսանկարը։ Կուզյանն է։ Լրություն խնդրում եմ։ Փոխանցում ենք երրորդ համարի մասնակիցներին շատ արագ։ Երրորդ համարի մասնակիցներն են ուշադիր նայում նկարին։ Արմո դու ինձ թվում է կիմանաս նրան։ Գնաց լուսանկարը։ Երրորդ համարի։ Եվեր արդեն այնքան է բաժվել, փակ աչքերով է կարա ասի։ Չէ, չի կարելի հուշել մասնակիցներին։ Լրություն։ Վերջ, ես անցնեմ այս կողմ, դու անցիր այդ կողմ, ես տեսնեմ թե ինչ են գրում։ Արմո ջան, կտաս։ Մի րոպե գրեմ ընկեր։ Եվ այսպես, առաջի լուսանկարը եթե կարելի է։ Եվ թիմը մասնակցել է շատ ճիշտ, պատասխանել է շատ ճիշտ Նատալիա Օրիերո։ Բրավո, ձեր թիմը նույնպես շատ ճիշտ է պատասխանել Նատալիա Օրիերա։ Ձեր թիմը պատասխանել է շատ ճիշտ Արման Նշանյան։ Արման Նշանյան ճիշտ պատասխան։ Ինչա գրած։ Հուդնա։ Հուդիանո։ Սխալ պատասխան է համարվում, ձեր թիմը նույնպես պարզապես գիծ է քաշել համարում ենք սխալ պատասխան։ Վուդի Ալեն։ Կինոռեժիսոր, հայտնի կինոռեժիսոր, այո։ Վուդի Ալեն։ Microsoft-ի Վուդի Ալեն։
Հաջորդ լուսանկարը ճիշտ են պատասխանել Լավրով։ Սխալ պատասխան գիծ, բարձրապես։ Հաջորդ լուսանկարը ճիշտ են պատասխանել Արմեն Թադևոսյան։ Արմեն Թադևոսյան ճիշտ պատասխանն է այս կողմից։ Ճիշտ են պատասխանել Աշոտյան։ Արմեն Աշոտյան, այո, ճիշտ պատասխան նաև այստեղ։ Ինչա գրած։ Պիվցով։ Ճիշտ են պատասխանել։ Գիծ, պարզապես գիծ։ Գիծ, պարզապես։ Սխալ պատասխան։ Արմո ջան, խնդրում եմ, կանգնի տեղդ, որտեվ այս մասը արդեն ցած լավ չի։ Ճիշտ են պատասխանել Ալեքսանդր Ռևան։ Բնականաբար սխալ պատասխան չկա, ուղղակի գիծ։ Պետք է ճիշտ է, Ալեքսանդր Ռևան։ Եվ վերջում շատ ճիշտ են պատասխանել, շատ լավ երգչուհի։ Գրել են Խաչիկ Համբարձումյան, Լայզա Մինելի։ Սխալ պատասխան Լայզա Մինելի, այո։ Եվ այս փուլում արժևում են մենք թիմը։ Մենք թիմը ծափահարենք։ Մենք թիմի։ Տեղեկով ոնց որ գնալ եք մի հատ դուրս Սուրճ վայելեք։ Հավասար կիսվում է։ 30,000 դրամ ընդհանրապես կմաղնեք, մարդար 10,000 դրամ։ Էնպես որ մենք ձեզ պետք է հաջողություն մաղթենք։ Բայց ասում եմ ոչ թե ասում ենք հաջողություն, այլ ասում ենք ձեզ առայժմ, որովհետև մենք դեռ պետք է հանդիպենք։ Չի։ Առայժմ Արմեն։ Վայ, երեքա, ուրախությունը։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ մենք արդեն ձեզ հետ կհանդիպենք եզրափակիչ փուլում։ Թողնեմ ու կողքիդ կմնամ Անունը երանի իմանամ ու քո մասին երկեմ կարոտիդ իմանամ Եթե ես քո սիրո ճանապարհն իմանամ Ամեն ինչ կթողնեմ ու կողքիդ կմնամ Սիրուն աղջիկ նազերով հայրում ես քո խաղերով Սիրտն իմ քեզ հետ տանելով Սիրուն աղջիկ նազերով Այրում ես քո խաղերով Հոգիս քեզ հետ տանելով Անունդ երանի իմանամ ու քո մասին երկեմ կարոտիդ իմանամ Եթե ես քո սիրո ճանապարհն իմանամ Ամեն ինչ կթողնեմ ու կողքիդ կմնամ Անունդ երանի իմանամ ու քո մասին երկեմ կարոտիդ իմանամ Եթե ես քո սիրո ճանապարհն իմանամ Ամեն ինչ կթողնեմ ու կողքիդ կմնամ Դե կամին լույս աշխարհում Այն դու ես մութ խավարում Օրը երբեք չի մարում Դե կամին լույս աշխարհում Այն դու ես մութ խավարում Որը երբեք չի մարում Անունդ երանի իմանամ ու քո մասին երկեմ կարոտիդ իմանամ
4-րդ սուպեր խաղ։ Սուպեր խաղը ունի 3 աստիճանի բարդություն՝ կրկնակի, եռակի կամ քառակի խաղ։ Էկրանին հայտնվում է լուսանկարի 3 կտոր, ոչ ճիշտ դասավորությամբ։ Սուպեր խաղում թիմն ունի նաև հուշման հնարավորություն։ Հուշում առաջին։ Թիմին տրվում է հնարավորություն լուսանկարի 3 կտորները դասավորել ճիշտ տեղերում, արժեքը վաստակած գումարի 10%։ Հուշում երկրորդ։ Հաղորդավարները մասնակիցներին ասում են հուշող որևէ բան, արժեքը եղած գումարի 20%։ Հուշում երրորդ, նկարը օծաձև շարժումով բացվում է և որոշ չափով երևում է այնտեղ պատկերված մարդը։ Շարժմանը համընթաց պակասում է նաև հավաքած գումարը։ Եվ այսպես 4-րդ եզրափակիչ փուլ, 4-րդ եզրափակիչ փուլում մենք հանդիպում ենք Մերոնք մնացիք դուք ձերոնցով հանդիպեցինք ձեզ հետ և ունեք հնարավորություն օգտվելու առաջին հեշտ տարբերակը, երկրորդ միջին տարբերակը և երրորդ դժվար տարբերակը։ Որ տարբերակով կուզենայիք, որ խաղը շարունակեինք։ Ընտրեք տարբերակը քննարկումից հետո բնականաբար և մենք հասկանանք, թե ում լուսանկարն է ձեր աչքի առաջ երևալու։ Շատ են գնալ պետք չի։ Դժվար ոչ է, թե եկեք միջինով։ Ես ուզում եմ մի հատ հանդիսատեսի հետ միասին շնորհակալություն հայտնեմ իմ զուգընկերներին, ում հետ միասին շատ լավ խաղ ունեցանք։ Այդ վերջի Մերիկ ջան, այդ վերջին 10 ես ելա։ Հիմա արդեն ես համարում եմ, որ մենք կրել ենք, հիմա ինչ էլ լինի, դա այդքան է էական չի, կարելի ասել, այո։ Միջին տարբերակը։ Միջին տարբերակը։ Երկրորդ լուսանկար եթե կարելի է։ Հիմա ես ընդհանուր ասում Сейчас появится что-то страшное։ Պետք է քննարկեք։ Հիմա բացվեց, ահա, խնդրեմ։ Կարող եք ուշակելով է։ Ոյ, ես ոնց որ գիտեմ այս զովը։ Բայց միջարից ասում եմ, Այս ոնց որ ֆորշն է։ սխալվելու տարբերակ։ Սխալվելու իրավունք չունեք։ Եկեք մտածենք նոր պատասխան։ 100% Միխայել Պողոսյան։ Վերջնական Միխայել տարբերակ։ Պողոսյան։ Ինչից ես եզրակացնում, որ կարա Միքայել Պողոսյան։ Աչքերի կտրվածքից ռուքի եւ ունքերի այդ փոքրերումը ես ծանոթ եմ այդ հրաշալի դերասանի հետ եւ շատ հարգում եմ, հետևում եմ եւ գիտեմ որ Եվ այսպես ես ասեմ Էրիկ ջան, Չէ, ես ասեմ որ բնականաբար սխալ պատասխան տալու դեպքում դուք էլ հնարավորություն չեք ունենալու խաղ շարունակեք, գնանք մեջտեղ Ռավ ջան։ Գնանք մեջտեղ։ Մի վարքյան։ Եկեք մի հատ 10% անենք։ ինձ թվում է Միքայել Պողոսյան։ Արի կողքս Էրիկ ջան, արի։ Էրիկ Արխային դուխով ասա։ Կարաս փաթաթվես, ես իբր չնանուշիկ Չեմ զգում։ Արի մոտը սիրտ։ Ես կգնամ իմ հանդիսատեսի մոտ։ Պապար իմ հանդիսատեսը ինձ։ Քթի ես մասը։ Միքայել Պողոսյան։ Եվ այսպես վերջնական պատասխան Միքայել Պողոսյան։ Ռավ ջան, արի կողքս հայտարարենք, որ իրականում Միքայել Պողոսյանը չի։ Կապ չունի։ Եվ այսպես մենք Առաջի օգնության հնարավորություն ուզում եք, թե ես վստահ եմ պատասխանում եք։ Միքայել Պողոսյանն է, բայց եկեք խաղը հետաքրքիր որպեսզի լինի, որպեսզի շարունակենք։ Առաջի օգնության հնարավորությունը։ Այսօր որոշել ենք մենք չհեռանանք։ 10% խնդրում եմ կրճատեք գումարից եւ թող նկարը գա իր։ Հա, չէ, Միշիկնա։ Միքայել Պողոսյան։ Միշիկնա։ Միքայելն է Պողոսյան։ Միքայել Պողոսյան, բրավո։ Ճիշտ պատասխան Ես մոռացել եմ, որ դու Միքայել Պողոսյանին շատ հարգում ես, շատ սիրում ես։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն Պետք է ձեզ։ հանդիսատես հետ Այո։ ցանցանենք։ Իսկ մենք սիրելի հանդիսատես Արտեն կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհավոր եւս մեկ անգամ ամանոր եւ սուր ծնունդ։ Իմիջայլոց ասեմ, որ դուք արդեն ունեք 270,000 դրամ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։